Ինչ։ Ես գիտեի, որ դու սենց ես արձագանքելու։ Ստեֆ, ես ուղղակի… Ինչ է ես, Արման, դու քեզ լրիվ կորցրել ես, էլ առաջվանը չես։ Երբ ես իմացել։ Երբ որ արդեն Հայաստան էր գալիս։ Բա ինչի ինձ չէիր ասում։ Ինչ ես հիմա ասում։ Դե ուզում էի յուրահատուկ ձևով ասել, այնպես ասել, որ ամբողջ կյանքում հիշես։ Ստեֆ, նման բաները երբևէ մարդիկ չեն մոռանում։ Արման, բայց դու հիմա ուրախ չես։ Որովհետև սենց համար… Չգիտեմ, ուրախ լինեմ։ Հասկացի, որ արդեն ամեն ինչ փոխվում է, ամեն բան։ Արման, ինչ է կատարվում, դու էլ առաջվանը չես։ Ես մտածում էի, որ սկզբում քեզ ասեմ, հա, անակնկալի կգաս, բայց հետո շատ կուրախանաս։ Լավ, դրա մասին մենք հետո կխոսենք դեռ։ Հա, հետո կխոսենք։ Իսկ հիմա ինձ գրկի, որովհետև ես քո կարիքն ունեմ։ Մամջան, լավ ես։ Լավ եմ տղես, դու ոնց ես։ Շատ լավ, աշխարհի ամենաերջանիկ տղեն եմ։ Տարարարարարամ, տամ։ Ես շատ ուրախ եմ։ Էս Լուսին հələ քնած է։ Հա։ Էս վերջերս երկար չի քնում։ Այ քեզ բան։ Մնում էր այդ աղջկա քնելու վրա խոսայր։ Մուկ, դու մի ծվծվա։ Արսեն։ Մամջան, կնիկս չի, ինչ ուզեմ կասեմ։ Հա, կինդ է, բայց ինչ ուզես չես կարող ասել։ Տեսար։ Արսեն, դու Լուսիին երեկ որտեղ ես հանդիպել։ Մամ, երեկ հարցրել ես, ես էլ պատասխանել եմ։ Մոռացել էի, կներես։ Գնամ արտասնեմ Լուսիին։ Լավ։ Մուկիկ։ Ես ինձ հակաճառում ես։ Լուսի։ Հա, մամ։ Ես չես ուզում սենյակից դուրս գաս, աղջիկ ջան։ Չէ, դեռ շուտ է։ Ես քեզանից բան չեմ հասկանում, աղջիկ ջան։ Դու երբ ես պարապում։ Ամբողջ օրը սենյակում ես, ինտերնետը գրկած նստած, կամ էլ պառկած։ Մամ, լավ էլի, ես գիտեմ ինչ եմ անում։ Մերկած դասերը տարա։ Կանեմ։ Այսօր էլի դուրս ես գալու։ Չէ, այսօր ոչ միտեղ դուրս չեմ գալու։ Ինչ ես հարցնում։ Ես գերեզմաններ եմ ուզում գնամ։ Դե միասին կգնանք։ Չէ, մենակ եմ ուզում գնալ։ Չեմ սիրում, որ գերեզմաններ գնալուց հետս մարդ է լինում։ Ուզում եմ մենակ գնամ, մի քիչ երեխոս հետ լինեմ։ Մամ, լավ էլի։ Իսկ դու վերկաց ու կենտրոնացի դասերիդ վրա։ Մամ, ես դասերս արել եմ, ստուգարքներս էլ հանձնել եմ։ Իսկ քննություններդ։ Իսկ քննություններս նոր տարուց հետո։ Իսկ դու երբ ես պատրաստվում հետ գնաս։ Երևի նոր տարուց հետո։ Դե վերկաց, հերիքա։
Ինչ եղավ։ Տենց էլ գիտեի։ Տենց էլ զգում էի, Սխալ է քեզ հասկացա։ Չափից շատ անկեղծացա։ Անկեղծությունը շատ էր, դրա համար էլ սենց արձագանք ստացա։ Դե ինչ անեմ, չդիմացա։ Կարևորը որ գրել է։ Դու պետք է զանգես ու հանդիպես անպայման հետը։ Հարցերը անպատասխան մի թող։ Հա, բայց քեզ թվում է կվերցնի հեռախոսը։ Չգիտեմ գրի։ Ես արդեն ասեցի որ Լուսիի համարով կճշտեմ իր հասցեն։ Սպասի զանգեմ, եթե չպատասխանես նոր։ Զանգերը գնում է։ Ստեվ, սպասի։ Արման, ինչ ես քեզ նման կերպ պահում։ Ստեվ, Ախր ես քեզ լավ լուր եմ հայտնում։ այդ շատ լուրջ լուր էր։ Ինչի՞։ Մեր հարաբերությունները լուրջ չէին։ Ուրիշ բաներ ես արդեն խոսում։ Արման, չեմ հասկանում ես փոփոխության պատճառը։ Լրիվ փոխվել ես, էլ առաջվա Արմանը չես։ Ախր մենք ընդամենը միասին ապրում էինք։ Ուրիշ ոչ մի բան, ու դա քո համար նորություն չի։ Հա, բայց հիմա էլ ոչինչ չի փոխվում։ Հիմա ամեն ինչ է փոխվում։ Մենք կարող ենք չամուսնանալ, եթե իհարկե դու այդ փաստից նեղվում ես։ Երեխան շատ լուրջ է։ Այդ կյանքում արդեն մեծ փոփոխություն է։ Իսկ պարտականություն կամ պարտավորվածություն դրանք լրիվ տարբեր բաներ են։ Արման, քեզ ոչ ոք ոչ մի բան չի պարտադրում։ Այսպես թե այնպես ինչ էլ լինի, ես այդ երեխուն ունենալու եմ։ Ես հակառակը չեմ էլ պահանջում։ Ուղղակի ուզում ես ճիշտ հասկանաս։ Ես դեռ պատրաստ չէի։ Ես անկեղծ հոգեպես պատրաստ չէի դրան։ Բոլոր տղամարդիկ էլ սկզբից վախենում են։ Բայց գիտես, դու միշտ բոլորից տարբերվել ես։ Ես մտածում էի, որ դու շատ ուրախ կլինես։ Ուրախ եմ։ Չէ, իրոք ուրախ եմ։ Ուղղակի այս ինֆորմացիան ես դեռ պատրաստ չեմ։ Շատ անսպասելի էր։ Սարսենց ոգևորված երբեք չեմ տեսել քեզ։ Կյանքս նոր իմաստ է ստացել։ Ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես էլ չեմ ճանաչում քեզ։ Արմանը շատ լավ տղա է։ Շատ լավն է։ Ինքը տարբերվում է բոլորից։ Համամիտ եմ։ Ինձ թվում է ես ամբողջ կյանքում պետք է Լևոնին շնորհակալ լինեմ, որ նման բան արեց ու ես վերջապես գտա Արմանի։
Հա, բայց Լևոնը դա երբեք չի հասկանա։ Չեմ ուզում Լևոնի մասին ընդհանրապես մտածել։ Մենակ ուզում եմ, որ Արմանը ինձ սիրի, շատ սիրի։ Արմանը քեզ շատ է սիրում։ Դա զգացվում է։ Նենց հետաքրքիր բան կա Արմանի մեջ։ Ես ինչքան էլ փորձեցի ինձ հեռու պահել իրանից, չստացվեց, հասկանում ես, ուղղակի չէի կարողանում։ Այնքան հանգիստ եմ նրա կողքին։ Ես այնպեսին եմ, ինչպեսին որ կամ, ոչ մի ձևականություն չկա, հասկանում ես։ Դե, հարաբերությունները երբ անկեղծ են, դրանից լավ բան չկա։ Անկեղծ է Տաթև։ Արմանը ինձ հետ շատ անկեղծ է։ Երեք միասին լուսացրեցինք։ Ու ես հասկացա, որ ուզում եմ ամբողջ կյանքում լինել Արմանի գրկում։ Մենք նույնիսկ լռության մեջ ենք իրար հասկանում։ Մեզ բառեր պետք չեն։ Դա մի օր իր զգացողությունը։ Չեմ կարող բացատրել։ Սար, ես տենց բան չեմ զգացել ու հիմա այն ինչ որ ասում ես, չեմ կարողանում ընկալել։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ես եմ փոխվել։ Արմանը իր գոյությամբ ինձ փոխեց։ Տաթև, դու չես նեղանա, եթե ես Արմանի տուն տեղափոխվեմ։ Չէ, ինչի պիտի նեղանա։ Չգիտեմ։ Երեք հասկացա, որ Արմանը ինքը մտածում է, որ ես իրեն չեմ վստահում ու նեղվում է դրանից։ Բայց դա այդպես չի։ Ես վստահ եմ իմ զգացմունքների մեջ։ Այդ դեպքում ինչի ժամանակ կորցնենք։ Ամուսնանում եք։ Դե եթե առաջարկություն անի, անպայման։ Անպայման։ Բայց մինչ այդ ուզում եմ տեղափոխվել իր տուն, որ ինքը հասկանա, ես իրան վստահում եմ։ Սար, բայց ամուսնությունը շատ լուրջ քայլ է։ Դու վստահ ես։ Վստահ եմ։ Ես վստահ եմ։ Ոչ մի կասկած չունեմ։ Հավատում ես, որ քո դեմ են Սառանը, որ 2 տարի փորձում էր հասկանալ արժի Լևոնի հետ ամուսնանալ, թե չէ։ Չէ, չեմ հավատում։ Տաթև, ինչ անեմ։ Գնամ իր տուն ու անակնկալ անեմ, թե որ գա ասեմ, որ պատրաստ եմ գնալ նրա ետևից, թեկուզ աշխարհի ծայրը։ Չգիտեմ, Սար։ Դու ավելի լավ կիմանաս։ Վախենում ես։ Իմ վախկոտ ընկերուհի։ Իսկ ինձ սերը թևեր է տվել։ Ու ես պատրաստ եմ երջանկությունից պարել։ Ինչ եղավ, Սար։ Ոչ մի բան, նորմալ է։ Ուր։ Թող Արսեն։ Ինչ ես գնում գալիս ու ինձ կպնում։ Ո՞վ է քեզ կպնում։ Դու այսօր առավոտից գնում գալիս ես ու ինձ ես կպնում։ Ինչ ես ուզում ինձնից։ Հələ մի հատ քեզ նայ։ Նայել եմ։ Ինչ ես անում իմ գրկում։ Բայց ո՞նց եղավ, որ ես եմ քեզ կպնում։ Դու չէիր ինձ կպնում։ Բայց դու գիտես ով ես։ Քո կյանքն եմ, թե տենց չի։ Արսեն։ Սրանից հետո կոֆեն դատարկ չբերես, ես տենց չեմ սիրում։ Իսկ ո՞նց պիտի բերեմ։ Համբուրներով, դամբուլ։ Դե իսկականից գիտես ինչ կա։ Ու ոչ միայն սուրճը։ Հիմա քանի ժամանակ ունեմ, կշարունակեմ մեր դասը։ Իրիկունը գամ տուն, ասածներս անես։ Դաս 5-րդ։ Տուն գամ, վազես դեմս, գրկես ինձ։ Կապ չունի, սոված եմ, թե կուշտ, սեղանը միշտ գցած լինի։ Ուր նստեմ, գաս կողքս նստես։ Եթե մենակ եմ, գիրկս։ Էլ ինչ կուզես։ Էդ ամենը ժպիտով ու մեծ սիրով։ Հասկացար։ Հետո։ Դրանից հետո հետ էլ գործ չունես։ Մնացածը իմ անելիքն է։ Հիմար։ 16-րդ։ Երբեք չպատասխանես ինձ, ինչ էլ որ ասեմ։
Ես դեռ չեմ վերջացրել։ Հարցի դեպքում պատասխանում ես կարճ կոնկրետ։ Այո Արսեն ջան կամ ոչ Արսեն ջան։ Քո բերանից առանց ջան իմ անունը չի հնչում։ Կարող եմ գնալ։ Ոնց որ նորից կրկնեմ, հա։ Կարիք չկա։ Կարիք չկա Արսեն ջան։ Հերիքա։ Արսեն ջան։ Լավ, թող լինի Արսեն ջան։ Թող լինի չի։ Արսեն ջանը։ Արսեն ջան։ Համել ասեմ, այդ ջանը առանց համբուրի նույն կոֆենա առանց ծխախոտի։ Ծխելը վնասակար է առողջությանը, Արսեն ջան։ Սպասում եմ։ Իսկ հիմա կարող եմ գնալ։ 17-րդ։ Դու գնում ես այն ժամանակ, երբ որ ես եմ գնում։ Այսինքն ինձանից հետո։ Բայց 18-րդ։ Ամեն առավոտ ամուսնուդ ճանապարհում ես մինչև ավտոն, գրկելով, պաչելով ու միշտ ժպիտով։ Հասկացանք։ Ու ամեն ժամը մեկ զանգում ես ու հարցնում ես. ոնց ես սիրտս, կարոտել եմ արի տուն։ Այս ամենը շատ լուրջ եմ ասում, Դամբոլ։ Իսկ հիմա ես գնում եմ։ Բարի ճանապարհ, Արսեն ջան։ Հարց։ Ես ոնց որ տեղդ լավ է, հա, տուն չես գալի։ Այ ախպեր, բա ոնց կլին սենց։ Արս հիմա դու որտեղ ես։ Տնից դուրս եկա, գնում եմ գործարան, ինչի։ Ուզում եմ մի քիչ խոսենք։ Բան ա եղե։ Չէ, տենց։ Ուր եմ գալիս, ասա, հենց հիմա գամ։ Կենտրոնի կողմ արի։ Միտեղ սրճանում կնստենք, մի հատ էլ կոֆե կխմենք։ Լավ, դե արի հիմա քո սիրած կաֆեն գնանք։ Լավ։ Ես 15 րոպեից այնտեղ կլինեմ։ Ես ավելի շուտ կհասնեմ ու այնտեղ քեզ կսպասեմ։ Դե եկա։ Արս ջան, բան ա եղել։ Չեմ ջոգում, մի տեսակ Արմանու լարված էր։ Աշո ջան, ես ինչի ես եկել։ Կարևոր թղթեր եմ մոռացել։ Так։ Դե թղթեր էի թողել պապկով։ Ինչ թղթեր։ Շատ կարևոր թղթեր են։ Իմ թղթերից կարևոր չլինի։ Չգիտեմ Աշո ջան, որտեղ թողել ես, այդտեղ էլ նայեմ։ Ստեղ էի թողել։ Աշոտ, ես տեղյակ չեմ, ես որ ձեր չեմ տվել։ Ձեր չես տվել, ո՞մ ձեր չես տվել, չի կարող կոմատը կապած չլինի։ Վայ։ Ինչ իմանամ այ Աշոտ։ Մտքից թելը կտրվեց։ Աշոտ ջան, ասում ես այդ ինչ թղթեր ես կորցրել։ Շատ կարևոր թղթեր, տարե թողել էի կամոդին։ Արևս, ես էլ արդեն կարևոր թղթեր ունեմ։ Խնդրեմ։ Մի հատ նայ կնոջդ մտքի պայծառատ ակումը, ես ինձանից չէի սպասում, գիտես։ Ես ինչ ես դրել
գրում, արդեն մեմուարներ ես սկսել գրել։ Չէ, սպասի, բիզնես պլանը սա ինչ մեմուարա շոտ։ Նայ կյանքս, այս հագուստի սրահն է, միջով անցնում ես, այսպես ամբողջը հագուստներ է, մտնում ես այս պրախոդից, դուրս ես գալիս, այդտեղ արդեն բացվում է lounge bar-ը, Լիլիա lounge bar։ Ամբողջը կարմիրը սևի մեջ է լինելու աշոտ, ու ամբողջ այդ կահույքը լինելու է օխրա։ Չես լսում ինձ։ Նայ արևս։ Հորքուրդ, թող գնա 7 եկեղեցու մոն վառի, որ հիմա Դեսդեմոնայի պես չեմ խեղդ է դրան։ Գլուխը պոկելու եմ, միլիցեքին ասելու եմ եկա տունը տենց է եղել։ Դու գիտես ես ինչ կարևոր թղթեր են։ Դրել ես վրա նկարչություն ես անում, էսի մի ժամից պտի լինի, պրեզիդենտի սեղանին, հասկանում ես տո հավ։ Այ Աշոտ ջան, ես ինչ վատ բան ստացվեց արևս։ Ոչ թե վատ բան ստացվեց, ո՞նց է։ Բարի լույս։ Բարի լույս, ես մի տեսակ ես։ Չէ, մի տեսակ չեմ։ Մաման տանն է, թե գնացել է։ Չէ, գնացել է Սոնայի գերեզմանին։ Հա։ Իսկ Արսենը։ Ինքն էլ տանը չի։ Ես ու դու մենակ ենք տանը։ Էդ լավ է։ Ես ուզում եի հետդ խոսեի։ Լույս ինչ ա եղել։ Բայց ինչ ասում եմ, մեր մեջ է մնում, լավ։ Լույս, եթե չես վստահում, ոչ մի խնդիր, կարող ես բան չասել։ Չէ, հարցը չվստահելը չի։ Հաստատ վստահում եմ։ Ուղղակի չեմ ուզում, որ հանկարծ Արսենն ու Արմանը իմանան։ Հաստատ մեծ պատմություն կդառնա։ Արմանը չգիտեմ, բայց Արսենը հաստատ վայրենի է։ Լսի։ Ես ու Հայկերեք մի խոսքով ես ու Հայկերեք համբուրվել ենք։ Ինչ։ Այսինքն ինչ լավ է։ Բայց ես անակնկալի եկա ու փախա։ Ու հիմա չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Այսինքն չգիտես ինչ անես։ Հա, իրոք չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Ինչ անեմ հիմա։ Բայց ես չեմ հասկանում, Լյուս, դու ինչի՞ց ես նեղվում։ Դե որովհետև չգիտեմ ինչ մտածեմ։ Մենք ընկերներ էինք, նոր էինք ծանոթացել, իրար ճանաչում էինք, ու հիմա չգիտեմ, որ սենց եղավ էդ լավա թե վատ։ Ինչ զգացիր։ Այսինքն դե որ քեզ համբուրեց, ինչ զգացիր։ Դե այդ ժամանակ ես ինձ կորցրեցի։ Իսկ հիմա ինչ ես զգում, երբ հիշում ես այդ համբույրը։ Չգիտեմ։ Այդ նորմալ է։ Առաջի համբույրը միշտ էլ անսպասելի է լինում։ Կարծում ես։ Վստահ եմ։ Կարևորը որ դու քեզ դրանից հետո հարց տաս։ Ինչ զգացիր հետո, ու արդյոք ուզում ես որ քեզ Հայկը նորից համբուրի։ Չգիտեմ։ Հիմար բաներ ետևից մի ինգի։ Պարզ երևում է, որ այդ տղան քեզ դուր է գալիս։ Դե հա, դուր է գալիս։ Ուրեմն լսել ոչ մի բանի մասին մի մտածի։ Ես նեղվում եմ, որովհետև ինքը ասել էր, որ ընկերուհի է ունեցել ու այդ աղջկան շատ է սիրել։ Բա, հետո ինչ ա եղել։ Հետո այդ աղջիկը ամուսնացել է ուրիշի հետ։ Ամուսնացել է արդեն, ուրեմն իրենց էլ բարի բախտ։ Դու էլ բացարձակ մտածելու բան չունես։ Լյուս, ամեն ինչ անցնում է։
Հավատա, անգամ զգացմունքները։ Զինն են ցածում, ոնց որ մեծ փորձ ունես։ Մեծ փորձ չունեմ, ուղղակի գիտեմ։ Չգիտեմ, հիմա ինչ ես մտածում, ես անիմաստ եմ նեղվում։ Վստահ եմ։ Լուսի փորձի։ Դու յուրաքանչյուր ժամանակ կարող ես դնել այդ վերջակետը ու յուրաքանչյուր պարագայում։ Երևի ճիշտ ես ասում։ Դե գնա ու զանգի, շուտ արա։ Լավ։ Գնա։ Սերը անցողիկը։ Ես էլ հայկին չեմ հիշում։ Նստի։ Լավ ես։ Հա, ես լավ եմ։ Իսկ դու ինձ շատ անհանգստացրեցիր։ Ինչ ա եղել։ Իրականում հարց։ Անհանգստանալու շատ բան կա։ Խառն եմ, շատ խառն եմ արս։ Ու եթե հիմա մեկնումեկի հետ չխոսեմ, կարող է գժվեմ։ Ինչ ա եղել Արման։ Ստեֆն է եկել։ Ստեֆը։ Են Ամերիկայի ընկերուհիդ։ Հա։ Եկել է լավ արել, ինչ կա դրա մեջ։ Ես ու Ստեֆը Ամերիկայում իրար հետ ուղղակի ապրում էինք։ Առանց որևէ պարտականության։ Մեր մեջ երբևէ լուրջ բան չի եղել։ Ավելի շատ երևի իրար սովորել էինք։ Այդքան բան։ Ի՞նչն է խնդիրը։ Հիմա իմ կյանքում Սառա կա։ Ես էլ այդ աղջկան սիրում եմ։ Հետաքրքիր տղա է, սիրում ես ամուսնացի։ Արս։ Ստեֆը հղի է։ Հիմա հասկանում ես, ինչն է խնդիրը։ Հասկանալի է։ Ստեֆը հղի է, դու էլ չես ուզում, որ Սառան դրա մասին իմանա։ Ես ընդհանրապես չեմ ուզում, որ Սառան Ստեֆի մասին իմանա։ Բայց հիմա երեխու հանգամանքը շատ բան է փոխում։ Ես էլ երեխուց հաստատ չեմ հրաժարվի։ Այդ մեկը հաստատ ու երբեք։ Էդի հաստատ։ Սառեն էլ չեմ կարող խաբել։ Այդ մեկը իմը չի հաստատ։ Առանց այդ էլ այդ աղջիկը մեծ հիասթափություն է ապրել։ Էդ էլ։ Ես մեծ խնդիրների առաջ եմ կանգնել։ Մտածում էի ժամանակին իբր որ գնամ Ամերիկա հասնեմ, Ստեֆին կտեսնեմ, կխոսեմ, Սառայի մասին կպատմեմ, կասեմ, որ մի հատ աղջկա եմ հանդիպել ու սիրում եմ իրան։ Բայց հիմա ինչ անեմ չգիտեմ, ոչ մի բան չեմ կարողանում անել։ Լսի, իսկ եթե ոչ մի բան չասես, Ստեֆ ինչքան ժամանակով է եկել։ Չգիտեմ։ Դե խոսա Ստեֆի հետ, հասկացի պլանների մասին։ Ախր էդ էլ նշանակում է արս երկակի խաղ խաղալ։ Ես այդ մարդը չեմ, հո դու ինձ լավ գիտես։ Ես ոչ կարամ Ստեֆին խաբեմ, ոչ էլ Սառային։ Դե գոնե ժամանակը շահես, մինչև անելիքներդ հասկանաս։ Չգիտեմ, արս, չգիտեմ։ Բարդ ողբեր ես շատ։ Հիմա հասկանում ես։ Հասկանում եմ։ Որոշեցիր գնալ, հա, Սար։ Այո։ Սար, բայց նոր ես վիրահատվել, ես ցրտին ոնց ես դուրս գալու։ Հանգիստեղ ես տաքսիով կգնամ։ Ուզում եմ Արմանին անակնկալ անել։ Իսկ Արմանը որտեղ է։ Իրան SMS գրեցի, ասաց, որ դուրս է մի ժամից տանը կլինի ու հետո ինձ մոտ կգա։ Բա ինչ ես հիմա գնում։ Ուզում եմ եկեղեցի մտնել։ Լավ, գոնե հետդ գամ, հա։ Եկեղեցի։ Հա, իհարկե, բայց հանկարծ Արմանին ոչ մի բան չասես, խնդրում եմ։ Ուզում եմ, որ անակնկալ լինի։ Դուրը բացի ու ինձ տեսնի։ Պատկերացնում ես դեմքի արտահայտությունը։ Միևնույնն է, այդ գաղափարը ինձ դուր չի գալիս։ Այն, որ ուզում եմ Արմանի հետ ապրել։ Դե որ հիմա ես որոշել այդ անել։ Արմանը ինձ համար ամեն ինչ անում է։ Միակ բանը, որ ես կարող եմ նրա համար անել, դա նրա կողքին լինելն է։ Սար, ինչ ա եղել, որ հիմա ուզում ես գնալ Արմանի մոտ։ Առանձնապես ոչ մի բան։ Ուղղակի ուզում եմ, որ Արմանը հասկանա, ես իրան վստահում եմ։
Եթե ուզում ես հետս գալ, ուրեմն հենց հիմա պատրաստվի, որ միասին դուրս գանք։ Լավ։ Հիմա վերարկուս վերցնեմ, գնանք։ Այլիլա, շատ հանգիստ աշոտ։ Այ աղջիկ ջան, դու հասկանում ես ինչ ես արել։ Մի ժամից այս թղերը պետք է լինեն նախագահի սեղանին, երկրի նախագահի սեղանին, այս խզբզածները դա նայելու։ Դե լավ էլի աշոտ, ինչ ես ողբերգություն սարքել, թող դա էլի տար մի հատ նորը տպել տուր։ Ո՞ս նորը տպել տուր։ Այս թղթերի համար 5 օր վազվազել եմ, փեչատներն եմ հավաքել, ստորագրություններն եմ հավաքել, դու ասում ես բան ա եղել։ Հենց հետա որ բան էլ չի եղել աշոտ ջան, ասենք, լսի, գնասա կորելա չկա, աշխարհը ոչի քանդվի։ Աշխարհը քանդվեց այն օրը, որ դու դառար բիզնես լեդի։ Այ ավազի թակավորության տակուի։ Այդ մեկը ճիշտ ասեցիր։ Նախարարի կին, որը չունի ոչ մի բան, բայց շուտով կունենա։ Այլիլա։ Թղթի կտորի համար ներկայացում սարքեց, եսի չէր։ Հորքուր ջան, բայց հասկանում ես այդ մի հատ թղթի կտորի համար ինչ կարան անեն։ Դու հանգիստ Արտուր ջան։ Իմ արևը այնքան ճկուն ուղեղ ունի, որ ցանկացած իրավիճակից չոր դուրս եկածողա։ Գծագրությունս է վերցրես տարավ հետը, հիմա նորից պետք է նստեմ աշխատեմ։ Զանգեմ, թե չզանգեմ։ Արի հանդիպենք, խնդրում եմ։ Ես չեմ ուզում, որ ամեն ինչ սենց ավարտ ունենա։